Մարաշյան սեղնակործության փոքր խաչը գործելու համար առաջին հերթին կգծենք այսպես փոքր խաչմա, յուրաքանչյուր հատված, յուրաքանչյուր թևը խաչին պետք է 3 մմ հեռավորություն ունենա գետրոնեն։ Հիմա ներկայիս ես մի քիչ մեծ կծածեմ, որովհետեւ հստակ լան անցումները։ Թելը կամրացնենք առանց քարգապյան շուշտ, մի հատ հետդարձկարով, այսպես, եւ գծի մի քիչ 1 մմ ներքևը, այսինքն ճիշտ գծին վրա չենք ելներ, մի քիչ ներքև։ Վերջը յուրաքանչյուր խաչի թևին աչեն ցախ փոքր գուտմը կվերցնենք։ Կարող է լինի մի քիչ թեք, բայց այս կակաթը ավելի բարձր։ Ավանդական ձևը այսպես ուղիղ աչեն ցախ 2 մմ այսպես թելեն վերցնել, գդորեն։ Վերջին քայլը հիմքը տնելու, այս կոչվի փոքր խաչի հիմքը։ Վերջին հատվածը ուրեմն կանցնենք առաջին թելի տակով եւ մուտքի գետեն ներս կանցնենք դեպի ոչ գետրոն չէ, բայց ներս կանցնենք։ Հիմա ունեցանք աջ կողմը այսպես փակ նեղ անցքմը։ Յուրաքանչյուր, եթե վերև բռնենք մեր աշխատանքը, յուրաքանչյուր գործի աջ կողմը այսպես նեղ անցք ունենք։ Շարունակությունը կուքա այս թելը։ Մենք յուրաքանչյուր այս նեղ անցքեն պիտի դուրս գանք եւ իր շարունակությունը, այս լայն անցքեն, նույն թելի շարունակությունը, այս խաչմերուկը գործենք այս ձևով։ Ժամացույցի սլաքի ուղղությամբ կշարունակենք այս նեղ անցքեն դուրս, կողքի թելեն ներս, միշտ մեկ թելի տակով։ Երբ ամբողջ 4 կակատները գազմեցինք, վերջի անգամ այս թելի տակ պետք է անցնենք, այն թելն է, որ եկեր առաջին անգամ մտեր է դեպի քառակուսի։ Այս ընդհանրապես եւ թե գործվածքը ճիշտ չափերով լա, այս թելը դժվար կգտնվի, անորամար գախնի թել, բահված թել գսվի այս թելին։ Եվ կմիացնենք ընթացքին։ Մեր մուտքի գետը այստեղ էր, այս մուտքի գետեն թեպի ներս, մի հատ էլ ամրագարտալու համար այսպես շատ փոքր գութով եւ գազմվեցավ մեր խաչը։ Մեր այս գործվածքը անշուշտ պետք է դագի գործվածքը չերևի, խիտ լա, այդ խաչը ավելի փոքր գծելու, եթե յուրաքանչյուր գետրոնեն թևի վեր թևերը եթե 3 մմ հաշվենք, այն ադեն գործվածքը ավելի խիտ կլա եւ կստացվի մարաշի փոքր խաչը։
Ունեցանք մենք տարբեր չափերով խաչեր, իդեալականը այս տարբերակներն են, իսկ բեմական դարազներու բարակային, եթե պիտի ասեղնակործվի, կարելի է մի քիչ ավելի հաստ թելով, հաստ կտորի վրա և մեծ գծակրությամբ ավելի։ Հաջողություն բոլոր փորձողներուն, աշխատողներուն։ Ուշադրություն դարձնենք նաև ետևի մասին, նայեցեք մի անգետիկներ պետք է երևին և ամրացման գետերը կարելի է այսպես այս խաչը համեմատենք հիմա